Այսօրվա խոսքի համար, երբ որ պատրաստվում էի, երկար ժամանակ էի մտածում թեմայի ընտրության համար աղոթք քանում, Տիրոջ առաջնորդությանը խնդրում, ուղղակի այլ բան չէր միտքս բերում տեր, քան այս հարցը։ Թեև այս հարցի շուրջ էլի է խոսվել։ Հիշեցնեմ, վերջերս Միլաս եղբայրն էլ խոսեց որոմների առակի հետ կապված, օրինակ բերելով, որ որոմները ցորենների, այսինքն բարի սերմի հետ արմատներով կպած են, եւ դա հենց իրենց վտանգն է, որ վնաս քաշեն։ Աստված ձեզ օրհնի, այլ կողմից եմ ուզում նայել այս հարցին, այդ ընկերակցության վախճանը, ինչ վախճան կարող է ունենալ։ Նախ հիշեցնեմ ձեզ առաջին նամակից կարդալով Պետրոսի 5-րդ գլխի 8-9 համարը, արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան գոռոզ այրոցի պես ման է գալիս եւ որոնում է, թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհքիս մեջ են, նույն չարչարանքներն են քաշում։ Պետրոս առաքյալը նորից հիշեցնում, ցույց է տալիս սատանայի ծրագիրն է հավատացյալին շեղի կուլ տա, ասենց հավատքից հանի եւ օգտագործում է ամեն միջոցները, գիտեք, սատանայի համար, այսպես ասած, ամեն ինչ որ հնարավոր է բանեցնել մարդուն հավատքից հանելու, վնաս տալու համար պատրաստ է ամեն քայլերի։ Նաև գործում է թե դիվականից ազդեցությամբ մարդկանց միտք տալով, նաև գործում է մարդկանց միջոցով, որոնց կարողացել է շեղել։ Մարդիկ կարող են լինել մեզ շատ մտերիմ, որ չհասկանան, որ չարի միտք է իրենց միտքը, բայց մարդիկ կարող են լինել, որ հենց հասկանալով, որ չար միտք է, նպատակով, որ հավատքից հանեն, հատուկ աշխատեն այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում հավատացյալը պետք է հավատքով հաստատված լինի, որ ճանաչի Աստծո խոսքին, այսինքն հավատքի խոսքին հակառակ առաջնորդություն, խորհուրդ, ինչ որ ասենք մարդիկ խոսեն, ծրագրեր դնեն դիմացդ, որը քեզ պիտի Աստծուց հեռացնի, խորտակի քեզ, հավատքով հաստատված պիտի լինես, որ կարողանաս տեսնել, քեզ ուր են տանում, ուր են առաջնորդում, եւ ավելի շատ հաջողություն է ունենում հակառակորդը, երբ որ այն մարդիկ, որոնց գործածում է հակառակորդը մեզ շեղելու նպատակով, շատ մոտիկ են մեզ, մտերիմ են կամ շատ վստահելի են։ Գուցե ֆիզիկապես sense մտերմություն չունես, բայց ինչ որ անձանց մարդկանց խոսքեր հեղինակավոր են, որոնց խոսքով շատ բազմություն կարող է առաջնորդվել, բայց հակառակորդից լինի դրանց խոսքը։ Վստահելի են եւ այդ մարդկանց միջոցով կարող են իրենց վստահողներին շեղել հավատքից, օտար ուսմունքներ տալով, օտար ճանապարհներ ցույց տալով կամ ինչ որ ձևով կարողանում են գայթակղեցնել։ Եթե մարդը հաստատ չէ հավատքի մեջ, հավատքը, այսինքն Աստծո խոսքից է, որ եթե Աստծո խոսքի իման վրա չի մարդը քննում, հաստատված չի հավատքում, կարա հեշտությամբ շեղվի։ Այն մտերմությունները, որոնք մարդը ունի, որոնք վտանգավոր են, Աստված չի հավանում, այդ տեսակ մտերմություններից մարդը ազատվում է էլի հավատքի խոսքով, վկայելով Տիրոջ մասին, երբ որ դիմացինդ մտերիմ է քեզ հետ, կամ պիտի ընդունի խոսքը, կամ վանվի քեզանից, հեռանա, չուզենա քեզ հետ մտերմություն ունենալ, ինքնակամ հեռանա։ Ամեն դեպքում քեզ համար ապահովություն է։ Նախ
բարի է, որ դու վկայես Տիրոջ մասին, ավետարանի խոսքը խոսես, հանդիմանես, երբ որ չար միտք է խոսում, ավետարանին հակառակ, Աստծո ծրագրերին հակառակ առաջնորդություն անում հանդիմանես, կամ պիտի ընդունի, կամ պիտի քեզ հետ ընկերակցությունը թողնի։ Սակայն կան մարդիկ, որ չեն էլ թողնի ընկերակցությունը, կուզենան, դիտավորյալ են ուզում մտերմություն անել, դու պիտի տեսնես, այս մարդը չի ուզում հնազանդվել ավետարանի խոսքին, այլ շարունակում է քեզ, ասենց ասած, խոսել, կիսվել բաներ, որ չար սերմեր են, թունավորում է քեզ, ինչ գործ ունես նման մարդու հետ։ Մարդիկ ասում են, չէ, որ ասա ընկերդ ով է, կասեմ դու ով ես։ Բավական լավ միտք է սա, ճիշտ միտք է, ընկեր դու ես ընտրում։ Կան աշխատանքային ընկերներ, կան ուսանողական ընկերներ, կրթության մեջ հանդիպող, ասենք այդ իրավիճակից ընկերներ, սակայն դու այն մարդկանց հետ, որոնք քեզ հետ համամիտ չեն, համակարծիք չեն, դու չես կարող լուրջ մտերմություն ունենալ, բայց եթե մարդիկ հակավետարանական գաղափարներ ու վարք ունեն, ու դու մտերմություն ունես այդպիսի մարդկանց հետ, սա ասում է ասա ընկերդ ով է, կասեմ դու ով ես, մարդիկ սկսելու են քո մասին էլ վատ կարծիք կազմել, որովհետև նայելու են, ուրեմն եթե ուղիղ լիներ սիրտը, դու չես կարող շնացող մարդու հետ ընկերության հարատևել։ Գողության ավազակություն անող մարդու հետ չես կարող մտերմություն անել։ Կամ աշխատանքային կոլեկտիվում գողանում է, դու չես գողանում, գողանում է, դու չես գողանում։ Ինքն է վանվելու քեզանից, որովհետև ասում է ոնց որ ասած ծածկված մնամ այս մարդուց, այս արդարից, հեռու մնամ այս մարդուց, վտանգ տեսնելով նույնիսկ։ Ամեն դեպքում, եթե մարդը սիրում է արդարությունը, չի կարող լույսը խավարին խառնված ապրել, այդպես չի լինում, բայց եթե մարդը կարողանում է այդպիսի մարդկանց հետ մտերմություն անել, ուրեմն ինքն է վտանգված։ Ինքը վտանգի մեջ է։ Այստեղ զգուշանալը սա է, հակառակ լինել չարին։ Այսինքն, տեսեք, Հակոբոսն ինչպես է բացատրում, մի նախադասություն, որ լուրջ քայլի է առաջնորդում, Հակոբոսի նամակի 4:7-ում, հնազանդեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Նմանապես նրանից որսված մարդիկ, դու հնազանդվես Աստծուն, հակառակ լինես չարին, չար խորհուրդներին, հակառակվես, հաճախակի մարդը իր չար ծրագրերով քեզ քո դեմ դնելով տեսնում է հակառակություն քեզանից, պիտի հեռանա քեզանից, նույնպես է չարը, կփախնի, որովհետև Աստված է քեզ հետ, դու ընտրել ես Աստծո առաջնորդությունը, Աստված քեզ հետ լուրջ հաղորդակցություն է ունենում, դու չես տեսնում շատ բաներ, չար ոգիները փախնում են քեզանից, որովհետև Աստված է քեզ հետ, նրանք տեսնում են։ Աստված օրհնի մեզ ժողովուրդ ջան։ Առաջին նամակում Կորինթացիս մի ասենց 15-րդ գլխում մի խոսք է ասում Պողոս առաքյալը, չար ընկերակցությունն ապականում է բարի վարքերը։ Տեսեք, ասում է այդ արտահայտությունն այսպես է խոսում. մի խաբվեք։ Չար ընկերակցությունն ապականում է բարի վարքերը։ Այո, երբեմն մարդիկ խաբվում են, ավելի շատ խաբվում են ինքնավստահության պատճառով։ Կարծում են, թե կարան այդպիսի անձնավորության հետ լավ հարաբերության մեջ լինել։ Դա խաբվածություն է։ Մի խաբվի, ապականում է բարի վարքը։ Տեսեք, ինչ այս բաժնում, այս տեքստում մեռելների հարության մասին էր խոսում Պողոս առաքյալը եւ անհանգստացած, որովհետեւ Կորինթոսում մարդիկ էին հայտնվել, որ ասում էին մեռելների հարություն չի լինելու։ Հոգևոր կերպար ունեցող մարդիկ էին սրանք էլ, անհավատ մարդիկ չէին, բայց չէին հավատում, որ մեռելների հարություն է եղել, կամ գուցե հենց դիտավորյալ ուզում էին դիմացինին հարության հավատքը ունեցողին, ասենց ասած, հեռացնել այդ սուրբ մտքից, այդ ճիշտ մտքից, չհավատա, որ մեռելների հարություն է լինելու։ 32 համարում ասում է, եթե մարդկորեն Եփեսոսում գազանների կռվի մեջ մտա, ինչ հոգուտ էր ինձ համար, եթե մեռելները հարություն չեն առնում, ուտենք եւ խմենք, որովհետեւ եկուց կմեռնենք։
մեծ նեղության, պայքարի, հակառակությունների մեջ մտա, եթե մեռելները հարություն չեն առնում, ինչ հոգու տիր ինձ։ Բայց եթե դուք տեղ եք տալիս այդ մտքին, ինչ որտեղից է այդ միտքը ձեզ, չար ընկերակցություններից, հետո 34 համարում, որ ասում է 33-ում ապականում է այդպիսի շփումը մարդկանց հետ, տեսեք 34-ում ասում է արթուն կացեք արդարությամբ եւ մեղք մի գործեք, որտեղ մի քանիսն Աստծո մասին տգետ են, այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Ուշադրություն դարձեք, ընկան մեղքի մեջ, մեղք մի գործեք։ Հարության հավատը ունեցողը կորցրեց այդ հավատքը, իր համար դա մեծ հարստություն էր, հարստահարեց այն չար ընկերը։ Այդ սուրբ միտքը, գաղափարը ունենալով, որ պիտի հարություն առնենք, պիտի կանգնենք Աստծո առաջին, վերցվեց իր մտքից այդ ինֆորմացիան, դու սկսես չհավատալ, ընկա մեղքի մեջ։ Արթուն կացեք եւ մեղք մի գործեք, մեռելների հարություն կա։ Պիտի կանգնես Աստծո առաջ։ Սա էր ասում։ Ուշադրություն եք դարձնում չար ընկերակցության վախճանը, ուր տարավ մարդուն ու զգուշացնում է առաքյալը, որ դրան այս զգուշացումներին հետևեք։ Ինքնավստահություն չանեք, ասում եմ, մի խաբվեք, դա իր հետևանքը թողնելու է։ Այո, այդպես է։ Կեղծ հոգևորներն ավելի վտանգավոր են, որովհետև խոսում են այն տոնից, որ կարծես թե Աստծո խոսք գիտեն, Աստծո կամք են հասկացել, լավ են այդ ամենը ըմբռնել, մանավանդ երբ որ կեղծ, սխալ, սուրբ գրային հավատք չունեցող մարդուն հավատացյալի տեղ են դնում մարդիկ, նրա խոսքով առաջնորդվում, բարեկամին կարա դարձնի իրեն թշնամի, կամ թշնամուն բարեկամ դարձնի մարդու աչքին, ու մարդ այդպես նայի։ Ուշադրություն դարձրեք, մի դեպք կարդամ, այս մի տեսակ վստահության վախճանը, ինչ եղավ։ Մատթեոս ավետարանի 27-րդ գլխում 19 համարից 22 համարը կկարդամ։ Պիղատոսի մասին է պատմում այստեղ, որ երբ որ նա, այսինքն Պիղատոսը ատյան նստած էր, Պիղատոսի կինը մարդ ուղարկեց նրա մոտ եւ ասեց. այդ արդար մարդու հետ բան չունես, որովհետև շատ բաներ քաշեցի այսօր նրա պատճառով, ինչ որ անհանգստություններ է ապրել, որ այդ արդարի հետ հեռու մնացեք, այդ արդարին չարիք մի արեք, ամուսնուն է զգուշացնում ուղարկված մարդու միջոցով։ 20 համարում, բայց քահանայապետները եւ ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբային ուզեն, իսկ Հիսուսին կորցնեն, եւ կուսակալը պատասխանեց եւ ասեց նրանց. այս երկուսից ո՞րն եք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Նրանք ասեցին Բարաբային։ Պիղատոսն ասեց նրանց. ապա ինչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում։ Ամենքն ասեցին, թե խաչվի։ Ուշադրություն դարձրեք։ Հիշեցիք արդեն այն դեպքը, որ Պիղատոսը կանգնեցրել էր հայտնի, շրջապատին հայտնի մի ավազակի Բարաբային, որ մարդասպան մարդ էր, մյուս կողմում Քրիստոսին, որ շատերին բարիք էր արել։ Նույնիսկ այն մարդիկ, որ եթե Քրիստոսի արած շնորհներ, օրհնություններից անձամբ ֆիզիկապես չերել վերցրել, բայց իր ընկերոջ, իր հարազատին, իր համակարգացու մասին լսել էր, պիտի երկյուղ ունենար։ Ինչպես վարվեմ այս բարի մարդու հետ, որ չարիք չենք տեսել սրանից, բայց ինչ տեղի ունեցավ։ Վստահելի մարդիկ էին այդ ժամանակ ժողովրդի աչքին, քահանայապետները, ժողովրդի ծերերը համոզեցին ժողովրդին, որ կարծիք փոխեն։ Պատկերացնում եք, իրենց հասկացողությամբ, իրենց տեսածով, իրենց լսածը դրեցին մի կողմ, կարծիք փոխեցին Քրիստոսի հանդեպ, խաչել նրան։ Ահա մարդկությունը։ Եվ ահա չար մարդուն վստահելու արդյունքը։ Եթե տեսնում ես ավետարանի խոսք չկա, հետո ինչ որ ժողովրդի ծերերից են, հեղինակավոր են, համարում են իրենց իբրև հոգևոր առաջնորդ,
Բայց չես տեսնում ավետարանի խոսք չունի։ Ուր է տանելու նրա խոսքը, ուսմունքը քեզ, ուր է տանելու։ Երբ որ կուլիսներում խոսում են, ասում են մարդկանց, որոշ մարդկանց հասցեին, այս մարդիկ չէ, Աստծո մարդիկ չեն, բայց երբ որ գալիս է լսելու պահը, հենց դրանց են լսում։ Այ քեզ վերաբերմունք։ Այս մարդիկ միտք չունեն ինչ է։ Սրա համար էլ կորուստ կգնան։ Վախճանը ինչ էր, փրկչի խաչելը կամեցան։ Փրկչի խաչելը կամեցան այս մարդիկ։ Բազմություն։ Մեկ այլ դեպք արագ հիշեցնեմ ձեզ երկրորդ մնացորդաց գրքից, երբ որ Սողոմոնի որդի Ռոբովամը խստացրեց հարկերը ժողովրդի վրա, այնպես իրավիճակ ստեղծեց, որ բաժանվեց Հուդայի ժողովուրդ առանձին թագավորություն դարձան, մյուս 10 ցեղը առանձին թագավորություն դարձան, կոչվեցին Իսրայելի թագավորություն։ Եվ հետո Իսրայելի թագավորության Ռոբովամը երկու հորդ պատրաստեց, որ հանկարծ ժողովուրդը չգնա Երուսաղեմ Աստված պաշտելու նշանավոր քաղաքներում Իսրայելի դրեց այդ հորդերը, սա է ձեր աստվածները, ու ժողովրդին մեղանչել տվեց։ Ժողովրդին մեղանչել տվեց եւ հաջորդ թագավորները, որ գալիս են, ուշադրություն չեն դարձնում։ Գրված է կուրկ մի պաշտիր։ Գրված է հո։ Օրենքն Աստծո ցույց է տալիս այդ։ Բայց խավարած էին։ Եվ շարունակում էին կռապաշտություն անել։ Աքաբը դարձավ Իսրայել ժողովրդի թագավոր։ Հովսափաթն էլ Հուդայի թագավորը։ Հովսափաթը անկեղծ պարզամիտ մարդ էր։ Սկսեց Տիրոջը հետևել, հնազանդվել Աստծուն եւ հաջողություն ունեցավ։ Մեծ հաջողության հասավ։ Բայց ուշադրություն չդարձրեց, որ թեկուզ մարդը կասի իրեն հավատացյալ եմ, արդար եմ, բայց պիտի գործերին նայես։ Ով է այս մարդը, ասում է իր մասին լավ բաներ կասի։ Բայց ինչ գործ ունեմ այս մարդու հետ մտերիմ հարաբերության մեջ մտեմ, երբ որ փաստացի գործերը տեսնում եմ կռապաշտություն։ Կուրք է պաշտում։ Ժողովրդին կռապաշտության է տանում։ Չզգուշացավ Հովսափաթը։ 18-րդ գլխում ասում է առաջին համարից Հովսափաթը խիստ շատ փառք եւ հարստություն ուներ եւ խնամություն արավ Աքահաբի հետ։ Եվ մի քանի տարուց հետո իջավ Սամարիա Աքահաբի մոտ եւ Աքահաբը նրա համար եւ նրա հետ եղող ժողովրդի համար շատ ոչխարներ եւ արջառներ մորթեց եւ նրան համոզեց, որ գնան Ռամովթ Գաղադ։ Եւ Իսրայելի Աքահաբ թագավորն ասեց Հուդայի թագավոր Հովսափաթին. ինձ հետ կգնաս Ռամովթ Գաղադ։ Եվ նա նրան ասեց. ինչպես դու, այնպես էլ ես, եւ ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, եւ քեզ հետ կգնամ պատերազմի։ Միաբանվեց, որ գնա պատերազմի։ Տեսեք, Աստծո օրենքից լուսավորված կարար տեսներ, որ այս մարդը կռապաշտ է։ Ես ինչ գործ ունեմ, որ պաշտողի է, թեկուզ իր մասին լավ բաներ է ասում, բայց ինչպես ոնց որ կարողացավ շեղեր, շատ մեծ պատիվ տվեց, շատ արջառներ, ոչխարներ մորթեց, իր հետ Հովսափաթի հետ եկող ժողովրդին պատիվ տվեց, էլ երեսը չէր բռնում հակառակ էր։ Երևում է, որ երեսը չէր բռնում հակառակ էր, կարծես, բայց իր սրտում մի անհանգստություն, ինչ որ մի բան է ինչի, դու ինչ որ մի բան է ինչի, որ նա կռապաշտ մարդ է, սրա հետ դու այդում ես իբր հոգևոր պատերազմ անես, Ռամովթ Գաղաադը ասորիներից ազատես, հա, մարդիկ դառնան աստվածապաշտ, պետք է կռապաշտ դարձնել։ Ուր ես գնում դրա հետ, ինչ գործ ունես դրա հետ։ Այդ անհանգստությունից դրդված ասում է, արի մի հատ Տիրոջը հարցնենք նոր եթանք։ Աքահաբն էլ հավաքում է իրեն սենց պատիվ տվող 400 հոգի իբրև մարգարեներ։ Մարգարե անում են գնա կհաջողվի, բայց էլ այդ անհանգստությունը մեջն է Հովսափաթի։ Էլի ասում է ուրիշ մարդ չկա, ասում է մի հոգի էլ կա, բայց միշտ ինձի վատ է մարգարե անում, դա Միքիան է։ Ասում է թող թագավորն այդպես չասի, կանչեք նրան, կանչում են Միքիային,
Միքյան ասում է, որ մի գնա, գնաս կմեռնես։ Տեսար ասում է, ինձ համար միշտ չար է մարգարե անում այս մարդը, բայց իրականում բարի էր մարգարեն, իր բարիքը դա էր։ Միքյային բանտարկում են ու գնում պատերազմի։ Արդեն թակարդ ընկած, ես չգիտեմ ինչ ձև է, սենց քշում, ես չեմ կարծում այդ անհանգստությունը վերացավ, բայց գնում է իր սրտում Հովսափաթը։ Ինչ է անում Աքաբը։ Ասում է, պետք է կերպարանափոխվել։ Ես հասարակ զինվորի շորեր հագնեմ, դու քո թագավորական հագուստով մնա։ Այդպես էլ գնում են պատերազմի, ասորիների զորավարը, զորքերը կառավարողը, թագավորը հրաման է տալիս, որ միայն ձեր ուշադրության կենտրոնում առեք Աքաբին, Իսրայելի թագավորին, Աքաբին, նրա դեմ, պատերազմը հիմնականում նրա դեմ պետք է կազմակերպեք, եւ պատրաստված զորք հետևում էր այդ հրամանը կատարելու, տեսնում են Հովսափաթին, թագավորական հագուստով, մտածում են հետ է, Աքաբն է, գնում են արագ դեպի Աքաբը, Աքաբի ջոկատի վրա հարձակվում, Աքաբը տեսնում է դրանց, ասում է, երբ որ տեսավ Հովսափաթը, կներեք, Հովսափաթը, երբ որ տեսավ այս զորքը գալիս է իրեն, աղաղակեց Տիրոջը, Տերը օգնություն արավ Հովսափաթին, եւ ասորին այդ բանակի ժողովրդին ոնց որ նկատելի դարձնի Աստված, սա Աքաբը չի, սա Հովսափաթն է, տեսան Հովսափաթն է, ասին սա Իսրայելի թագավոր Աքաբը չի, ետ քաշվեցին, դա Աստծո օգնությունն էր, բարիք արեց, ողորմություն արեց, պատահական չեղավ այդ բարիքը, թեկուզ մարդիկ ճանաչեցին, որ սա Հովսափաթն է, բայց դա Աստծուց էր, փրկվեց մահից, մեկը իր միամտությունով աղեղը քաշեց եւ խփեց, կարծելով դե պատերազմ է, կռվում են, խփեց Աքաբին, Աքաբը մինչև երեկո մահացավ։ Այս պատերազմից ետ էր դառնում Հովսափաթը, 19-րդ գլխի 1-ից 3 համարը կարդամ։ Հուդայի Հովսափաթ թագավորը խաղաղությամբ ետ դառավ իր տունը Երուսաղեմ, եւ Անանիի որդի Հեուն տեսանողը դուրս եկավ նրա առաջին եւ ասեց Հովսափաթ թագավորին, հարցականով էլի, որ կարդում այսպես է ասում, պետք էր քեզ չարին օգնեիր եւ որ Տիրոջ ատողներին սիրեիր։ Եվ սրա համար քեզ վրա Աստծո բարկություն կա Տիրոջ երեսից։ Ճիշտ է, ողջ ես եկե, Աստված քո խնդրանքը լսեց, ազատեց քեզ մահից, բայց բարկացածը քեզ վրա։ Այդ արարքի համար։ Երբ որ մարդը թեկուզ սխալ մի գործ է անում, չար ընկերակցությունների հետ է կապվում, ինչ որ գործեր է ձեռնարկում, տեսնում է փորձանք, աղաղակում, ազատվում է, բայց պիտի խոստովանի Տիրոջը, ես քո խոսքը չպահեցի։ Ես մեղանչեցի, չար ընկերակցություն, դու զգուշացրել էիր, չանեիր, դրա պատճառով ես փորձանքի մեջ էի մտել, դու թեև ինձ ազատեցիր, բայց ես մեղավոր եմ, Տեր ինձ ների։ Հովսափաթին օգնեց այս մարգարեն, որ զղջում ապրի, խոնարհվի, բայց ինչ է ասում, որ բայց քեզ վրա բարի բաներ էլ գտնվում, որովհետև բնաջինջ արիր աստարովթի կուրքերը երկրիցդ եւ սիրտդ պատրաստեցիր Աստծուն խնդրելու։ Որ մղում է մարգարեն, գովում է այդ վարկը, շարունակիր դրանում մնալ, այդ ընթացքի մեջ մնալ ու չար ընկերակցություններից հեռու մնալ։ Աստված գիտե, ժողովուրդ ջան, թե հեռվից լսողներ, թե այստեղ ներկաներ, ամեն մեկիս Աստված գիտի, ճանաչում է մեզ բոլորիս, մենք ինչպես ենք զգուշությամբ պահում Տիրոջ խրատները, որովհետև տեսեք, ես նորից եմ կրկնում, սկիզբը խոսքիս, ես խնդրում եմ Աստծուց առաջնորդություն, թեմա, որ պատրաստեմ այսօր խոսելու, այս թեմայից դուրս չէի կարող գալ, հասկանում եմ, որ Աստված ուզում է սա խոսվի, թեև օրեր առաջ Միլազ եղբայրն էր, նորից նմանատիպ միտք է խոսել որոմների առակը սերտելով, բացատրելով, որ որոմները ցորենների հետ արմատներով կապի մեջ են, դա իրենց վտանգ է, հենց հոգևոր պատերազմի մեջ են, եւ այս վտանգը ավելի մեծ է, որքան քեզ շեղող մարդը մոտիկ է, վստահելի է, հարազատ ես համարում նրան, մտերիմ ես համարում, գուցե վստահելի չի, բայց շատ դու տեսնում ես նրա սխալները, բայց շատ մտերմություն ունես,
խաղ ես անում կրակի հետ։ Աստված օրհնի ձեզ, ժողովուրդ ջան։ Շատ մարդիկ չնկատեցին, ինչպես ապստամբ մտքերի տեղ տվեցին։ Մտերմություն անելու կեղծ հոգևորների հետ։ Ինչպես որ նայում ես փարիսեցիներ, դպիրներ, իբրև քահանաներ էին, Հիսուսին խաչել տալուն պատրաստեցին, խաչելու ցանկության, ցանկացավ ժողովուրդը, շեղեցին ժողովրդին։ Ապստամբության մղեցին ժողովրդին Աստծո դեմ։ Քրիստոսին Աստծո որդուն խաչել նրան, ասում է, Բարաբային ազատեք։ Պատկերացնում եք, եւ սա ովքեր արեցին, հոգևոր կերպար ունեցողները, որոնց կարող են շատ մարդիկ վստահել։ Աստված մեր միտքը բացի, օրհնի, մի Տերը գիտի ում ինչ չափով էր վերաբերում այս խոսքը, թող Աստծո հոգին գործի բոլորիս հետ։ Աղոթք անենք այսքանը։